Անընդհատ այս ժողովրդին ուղղորդել են, որ դու քիչ ես, դու փոքր ես, այս ժողովրդին ես ներուժի մասին երբեք չեմ պատմել։ Մեր աշխարհագրական դիրքը ոչ թե անեծք էր Արտակչյան, սա օրհնություն էր։ Ինչի՞ չպատմեցիք Կյուպելյան Վահեի մասին, ինչի՞ չպատմեցիք Հել Մարգարյանի մասին, ինչի՞ չպատմեցիք Ջոն Նաչարյան բժիշկի մասին, որ առաջին փող պատվաստումներն էր անում աշխարհում։ Մեր Աննայի մասին, որ ընդամենը 25-26-27 տարեկան աղջիկ էր, երբ որ հավաքում էր Պենտագոնի առաջին հրթիռակիրները։ Սամվել Քոչարյանցին ասում է սա մի զասիկրիչի նույնություն Սովետского Союза։ Նկարիչները, մտավորականություն կոչվածը ուր է, գիտական աշխարհը, անկախությունը ինքը ազատության գաղափարի ծնունդ է։ Ախր չէ որ քո երեխան ուզում է ուրախանա, որովհետև այն մարդու երեխան տուն չեկավ։ Երբ որ թագավորը նվիրված է երկրին, սա երկրի ամենամեծ առավելությունն է։ Մտել եմ Լոս Ալամոս, ամենագաղտնի ծրագիրը, առաջին ատոմային ռումբն է այնտեղ, ես մտել եմ Լոս Ալամոս ու Մանհեթենյան նախագծում 5 հոգի հայերեն է խոսում։ Երբ որ դու դիմում, զիջում ես դիմացինի, դու դրանով ցույց տալի քո ինտելեկտ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր գրող դրամատուրգ Էդվարդ Մանվելյանն է, ում եւ սիրով ողջունում ենք։ Բարև եք եկել։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Միշտ ուրախ ենք ձեզ տեսնել, պարոն Մանվելյան, ձեր նոր ստեղծագործական ձեռքբերումների մասին լսել, ուրախանալ եւ սովորել, ինչու՞ չէ։ Բայց մենք այսօր ապրում ենք մի իրողության մեջ, որը մեզ ստիպում է դարձյալ ցենց որոշում կայացնել։ Ում պոչը բռնել, այն ցենց պատմական, հավաքական կերպով ասած։ Վաշինգտոնում կնքվեց համաձայնագիր, որից շատ ուրախացել է իշխանությունը, ընդդիմությունը ճիշտ հակառակը ասում է բլեֆ է ու դարձյալ այդ ցենց հավերժական հարց է։ Ռուսաստանի տակից փոկվեցինք, մտանք Միացյալ Նահանգների տակ։ Հիմա սա լավ է թե վատ։ Եթե Չէ, կներեք, դեռ հարցը փոկվել ենք եւ իրականում մտել ենք թե չէ, բայց այս դիլեման կա։ Վերջին հաշվով սա անձնական կարծիք է, իհարկե, քաղաքական վերլուծաբան չեմ, գիտեք, ու հնարավորինս խուսափում եմ քաղաքական գնահատականներ տալուց, ինչի համար, որովհետեւ ես դրա մասնագետ չեմ, այսպես ասած, համապատասխան կրթությունը չունեմ դրա։ Բայց ինչպես ասում են, անզեն աչքով, հասկանում եք, եթե մարդը տեղյակ է պատմությանը, եթե մարդը գիտի պատմությունը համաշխարհային գոնե մի քիչ, եւ դրան գումարած ծանոթ է սեփական ժողովրդի պատմությանը, ոչ թե պատմությանը, որ գրված էր հայ ժողովրդի պատմության գրքում, ասենք սովետական շրջանում, Ենթադրենք, չգիտեմ, ես հաստության սսն պատմություն ունենք, այսպես փոքր մի հատ հայ ժողովրդի պատմություն ունենք ու միշտ նույն հերոսները, այն հայտնի սկեչի պես, որ ասում են ուրիշ հերոսի անուն չգիտես, միշտ նույն այսպես պատմությունը, բայց եթե ծանոթ ես լինում համաշխարհային պատմությանը, մի քիչ սևը սպիտակից, թացը չորից զանազանելու այսպես բնատուր ինչ-որ բան ես ունենում, հասկանում ես, որ այս ամեն ինչը իմիտացիոն խաղեր են ու միշտ էլ եղել են։ Չի եղել Ամերիկան, որպես Ամերիկա, եղել է, չգիտեմ, Բյուզանդիան, եղել է, չգիտեմ, սա, չգիտեմ նա, հազարամյակների ընթացքում։ Եվ ոնց էլ նայում ես, Արտակ ջան, նույն դեռևս Աքեմենյան Պարսկաստանից եթե գանք, մեր թվարկությունից առաջ, չգիտեմ, բռնի տեղահանումներ, պարսիկները, հետո արդեն եկավ, չգիտեմ, Օսմանյան կայսրությունը, դե անընդհատ այս ժողովրդին ուղղորդել են, որ դու քիչ ես, դու փոքր ես, դու համապատասխան ներուժից չեն խոսել են ֆիզիկականից, զենքը չունենք, սա չունենք, մարդականակ չունենք, հա քիչ ենք։ Կռվող պատերազմով, չգիտեմ, հարցեր չեն լուծվում, եկեք հարմարվենք։ Պարսիկները մեզ հազարամյակների բարեկամ են, հա, չգիտեմ, հետո եկան Օսմանյան կայսրություն, մեզ չեն նեղացնում, հետո եկավ Համիդը, Համիդից հետո հանկարծ հասկացան, որ թուրքերը մի քիչ ավելի այսպես լավն են, հա,
Եվրոպական, հա, մեր Գրիգոր Զորապ, ասենք, ընվեր հետ նստած նարդի էին խաղում, այսպես մտածում են, դե լավ, հա, լավ մարդիկ են այսպես։ Զարմանալի, գիտես ինչներ արտակ, ես ամեն անգամ այդ պատմությունները բացելիս, որ հայտնի դեպքերը, մինչև Համիդյան ջարդերը, հա, Գումգափուի դեպքեր կան, հետո Բաբալի դեպքեր կային, հա, նստավայրում երբ որ գնում են ինչ-որ պահանջներ ներկայացնելու, այսպես Սուլտան իր զինված այդ բանին է ուղարկում, հա, այդ Տիկնազորի պետին է ուղարկում, որ հարցերը լուծի հասարակության հետ, ժողովրդի հետ, հայերի հետ, մի քանի հազար հոգի մարդ են լինում։ Ասում ինչ եք ուզում։ Դե մենք էս ենք ուզում, մենք սա ենք ուզում, մենք սա ենք ուզում, մենք սա ենք ուզում։ Սուլտանն ինչ ասում։ Ասում է, եկեք 5 հոգանոց պատվիրակություն կազմեք ձեզնից։ 5 հոգի։ Սիրով բացեմ դարպասները, մտնենք ներս եւ սկսենք հաշվել։ Վեզիրներից սկսած, մինիստրներից սկսած, չգիտեմ ինչից սկսած, սկսենք հաշվել։ Հաշվենք հույներին, հաշվենք թուրքերին, հաշվենք հայերին։ Ամենաբարձր պաշտոններն, այսինքն ես ձեզ այսքան առավելություններ եմ տվել, եւ իսկականից ամենաբարձրագույն վեզիրներ, չգիտեմ ինչեր նույնիսկ այդ Համիդյան ջարդերի ժամանակ սուլթանական գանձապետարանը 3 հայեր այսպես հաջորդաբար փոխեցին։ Մեկը մահանում էր, մեկն էր նստում, մեկը մահանում էր, մեկն էր նստում։ Համիդին ասում են, «Ես ինչ ես անում դու ընկեր։ Դու համ ես ժողովրդի հետ այսպես շուն ու կատու եք խաղում, համ էլ գանձապետերին անընդհատ հայեր ես նշանակում, ասում էր, ես ուրիշ ոչ մեկի չեմ վստահում»։ Հա։ Սա սուլթանական գանձապետը, հույներին չեմ վստահում, թուրքերին առավել եւս չեմ վստահում։ Գանձապետերին փոխում էր, բայց խնդիրը ինչու՞մն էր, խոսում էին ֆիզիկական երևույթներից ամեն ժամանակ, մենք քիչ ենք, ասենք տեսեք, թուրքերը այսպես հզոր երկիր են, ոնց որ հիմա, հա, ՆԱՏՕ-ի այսպես զորավոր բանակներից մեկը Թուրքիայի բնակչությանը նայեք, նա չգիտեմ, այդպես եթե նայեք, ասենք եկեք նոտ Իսրայելի բնակչությանը նայենք Պարսկաստանի բնակչությանը, միանգամից ասում են, դե Ամերիկան թեւին մեջքին կանգնած էր, Ամերիկան ամեն րոպե կարար ինչ-որ փոխանակումներ աներ, հա։ Չնայած Իսրայելի դեպքում չէր անի դա, բայց ամեն դեպքում, այսինքն եթե մարդիկ գնահատում են իրենց ներուժը, գիտեն իրենք ինչի են ընդունակ, հա, այն բաների պես այն սպարտացիների պես 300 հոգով ոնց դիմակայեցին։ Խնդիրն այստեղ նրանում էր, որ այս ժողովրդին իրենց ներուժի մասին երբեք չեն պատմել, երբեք չեն բացատրել, որ դու երբ որ ընտրում էիր Բյուզանդիան, դու երբ որ ընտրում էիր Աքեմենյան Պարսկաստանը, դու նույնիսկ ընտրում էիր Օսմանյան կայսրությունը, հետո ընտրեցիր ցարական Ռուսաստանը, հետո թռար Անգլիա, հետո գնացիր, չգիտեմ, Հոնկոնգներ, Սինգապուրներ, այսպես կառուցելով եկար, ում էլ որ ընտրում էր քո ներուժը, տալիս էիր նրանց։ Նրանք հզորանում էին, դու նորից մնում էիր փոքր։ Ամեն 100 տարին մեկ, 200 տարին մեկ, երբ որ ինչ-որ խնդիր էր առաջանում, հայտնվում էր հանկարծ Թատերաբեմում, խաչմերուկներում, հա, այդ պատերազմների խաչմերուկներում, քեզ ասում էին դու քիչ ես, դու փոքր ես։ Ու ոչ մեկը չէր պատմում քեզ, որ նրանք որ զորացել են այդ պետությունները, ամերիկաներ, չգիտեմ, Ռուսաստանը, մինչև ամերիկաներն էլ նույն Օսմանյան կայսրությունը, Պարսկաստան, քո ներուժից ես դու տվել նրանց, այսինքն եթե այդ ներուժը դու կարողանայիր ճիշտ օգտագործել եւ պահել քեզ, ես համոզված կարող եմ ասել, որ մեր աշխարհագրական դիրքը ինչպես սովորեցրել են մեզ, այդ 100-ամյակների ընթացքում մենք գտնվում ենք վաթարևանների միջակայքում, ասես չգիտեմ, այսպես, այնտեղից թշնամի, այստեղից թշնամի, վրացին մեր թշնամին է, թուրքը մեր թշնամին է, ռուսը մեր թշնամին է, չգիտեմ, ով կա չկա, բոլորը մեզ թշնամիներ են։ Բայց մեր աշխարհագրական դիրքը ոչ թե անեծք էր Արտակչյան, սա օրհնություն էր։ Այսինքն պատկերացրեք, ես տվել են մի տարածք, որտեղով անցնում են աշխարհի ճանապարհները։ Եթե դու կարողանայիր գնահատել քո ունեցածը, դու ամեն հարևանից առանց թշնամի դառնալու կարող էիր կորզել մաքսիմումը։ Մաքսիմումը, այսինքն քո տարածքը քո համար պիտի լիներ այնց սա էր այդ ազգային շահ կոչված, որ այնքան քննարկում են, այնքան էժանացրել են, հա, անընդհատ բոլորը խոսում են, նույն բաներն են ասում, մենք մեր ազգային շահ, պետական շահ, մտածում ես, ասում շուրջ, մտք բացատրեք ինձ, այդ ի՞նչն է այդ ազգային շահը։ Բոլորը տանգիր է կարել, բոլորը խոսում են, հիմա ես ու դու ենք խոսում։ Ես կարող եմ հանգիստ կարող եմ գրած գալ, անպայման կարող եմ գրած գալ, որ հիմա, երբ որ եթեր կգնաս, հա, անպայման տակը կգրեն, բոլորդ խոսալուց լավ եք, բոլորդ խոսում եք, բայց խոսողների թիվը ուղիղ համեմատական է չ լսողների թվին։
Այսինքն մարդիկ միացնում են, տեսնում են ինչ-որ ծեծված արտահայտություններ, այսպես ոնց որ ֆիքսված բան կա, այս մարդկանց ուղեղի վրա բան ա դրած, այսպես մի հատ փոքր, sense ինչ-որ մի հատ չրտիկ են դրել, հենց այդ բառերը լսում են անջատում են։ Հոգնել ենք այդ բառերից, որտեղ ոչ մեկը ճանապարհ ցույց չի տալի, ոչ մեկը sense, ոչ մեկը ելք ասեք, ասում ժողովուրդ ջան, ելքի մասնագետ ես մեկին գիտեի, մինչև հիմա կա։ Ելքը կա, դու որոշեցիք, որ ելքը կա, սա էր ելքի մասնագետը։ Բայց ոչ միայն ելքին չգնացիք, դուք նաև մտաք փակուղի։ Փակուղի, սովորական փակուղի։ Չէ՞ բայց դե ժողովուրդն է գնում, թե էլիտաները։ Տեսեք, ես ինչի համար եմ ասում, այսինքն բոլոր ժամանակների պատասխանատուները պետության գլխին պատասխանատուները։ Դրսի իհարկե միջնորդությամբ, հիմնականում դրսի միջնորդությամբ օգտագործելով այդ մենտալիտետը մեր, հա, որ հայերը սիրում են լսել մի բան, որ իրենց ականջները շոյում, հայերը չեն սիրում լսել մի բան, որ իրենց վնասում է։ Հայերին ասեք, որ չգիտեմ, սա աշխարհը կառուցեցին, տվեցին, հայերը կուրախանան։ Հայերին ասեք, որ ձեր մեջ կան դավաճաններ, հայերը կվերկենան, ձեզ կգնդակահարեն, որովհետև Հայաստանի հայոց պատմության մեջ դու չես գտնի եզակի դեպքեր, երբ որ հայերն իրենց միջի դավաճաններին ցիցն են հանել ի ցույց թշնամու։ Քեմալը հայերի այդ հարցերը լուծելուց հետո միաժամանակ լուծելուց հետո չանցավ հույներին։ Գիտես ինչ որ է գցեց հույներին այն ժամանակ։ Հույներն իրենց կառավարությունից ասեցին մենք Քեմալի հետ գործ չունենք։ Կառավարությանը կանչեցին, ասեցին պարոն, դու որ ասում ես քո 18 տարեկան երեխեքին տուր, տվեցին։ Դու որ ասում ես ինձ կամավորներ են պետք եկանք, 18 տարեկան երեխեքի հետ չեկան, կամավորները հետ չեկան, սա հույների օրինակի վրա են վերում։ Դու ինձ ասեցիր Քեմալը մեզ խաբել է։ Քեմալը մեզ խաբեց։ Ցիցը հանեցին իրենց կառավարությանը։ Աբսուրդ էր, որ հույները երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, 5-րդ անգամ ընտրեին մի կառավարության, որն իրենց տարել էր այս վիճակին։ Ու երբ որ հույներին ասել, ասենք դու չէիր կարող հույներին ասել, գիտես ինչ, եթե հանկարծ չընտրես, ենթադրենք ես ինչին, հույների մասին է խոսք, ես մեծ օրինակով եմ ասում։ Եթե չընտրես սրան, հիշում ես, հենց առաջ մեկը կարե, որ կծում էր քեզ, որ քեզ նեղացնում են, որ քեզ ասենք այս կարգի 30 տարի ստրկացրեց քեզ վերջապես, հա, հինը կգա։ Հույներն ասեցին մեզ հին ու նոր չի հետաքրքրում։ Հենց հիմա ցիցն ենք անում պատասխանատուն, չէ՞ որ պետության պատասխանատու ես դու։ Դու պետության գերագույն գլխավոր հրամանատար ես, բայց բոլոր ժամանակներում Աքիլեսյան գարշապարը եղել է դաստիարակություն, ես ինչ եմ ամեն անգամ ես կան ասում։ Ամեն անգամ կրկնում եմ, ամեն անգամ ասում եմ սիրելի ժողովուրդ, ձեր բոլոր խնդիրների այդ արմատները գնում է դեպի բարուր, բարուրից գնում է դեպի մանկապարտեզ, մանկապարտեզից գալիս է դեպի դպրոց, այսինքն ձեզ չեն բացատրել, ոչ թե չեն բացատրել, ձեզ չեն դաստիարակել երբևէ մանկապարտեզից երեխաներին, չեն դաստիարակել այն հոգեբանությամբ, որ դու աշխարհի ստեղծման օրից ամենազորավոր, ամենայն կարևոր ոլորտներում բոլոր ժամանակների համամարտկային ինչեր որ ստեղծվել է, ինչեր որ արվել, այդ ակունքներում կանգնած ժողովուրդն ես որ տվել ես։ Դե այդպես բան ասողներին, նույնիսկ փաստարկված ասողներին ասում են, «Էտա գնացին էլի գլուխ են գովում»։ Տեսեք, գլուխը սա պաթոսի մասին չի խոսք, հա, օրինակ։ Այդա, երկու բաժակից հետո էլ դա գմի։ Հա, մենք քիչերի մեր շենգավիթյան քաղաքակրթություն, գնացի ասել են Արատա։ Հա, Մարտակ ջան, մեր հարևանները, այս մյուս կողմի հարևանները, այսպես մեր ողերի հարևանները, այս 30 տարվա, մի աղմաղ կերպարի կգտնեն, ենթադրենք, հա, կասեն սա ծնունդով ադրբեջանցի է, բնիկ ադրբեջանցի է։ Ալիևն ասում էր, ձեր Կրեմլի ճարտարապետերը չգիտեմ ով, չգիտեմ ինչ, ադրբեջանցի է։ Բայց հայերի, որ հարցն ես ասել սպարոնայիք, մենք ունենք Միրոն Մերժանով, չգիտեմ ինչի դարձել էր Միրոն Մերժանով, Միրոն Մերժանյանց, Ստալին ես մարդուն կոտրեց, դատեց, ջարդուփշուր արեց, ինքը իրեն ասում էին լիչնի արխիտեկտոր Ստալինա, այդ դաչեքը բաներ հիմա որ կանեն Կունցևոյի դաչաները, չգիտեմ ինչ են, չգիտեմ բաների ժամանակ այդ պարտիայի համար այդ սանատորիաներ, չգիտեմ ինչեր, ինչ լուծումներ տվեց, ինչ ճարտարապետական բաներ, հետո իրան երբ որ բռնադատվեց անիմաստ մի բանով, Հալաբյան Կարոն
Այսպես եկավ ու Հալաբյան Կարոյի անունը գրվեց Միրոն Մերժանովի անվան տեղը։ Փաստացի, սա փաստերով ջնջում էին բոլոր փաստաթղթերը, որտեղ գրված էր Միրոն Մերժանով, գրում էին Կարո Հալաբյան։ Այդպես էլ մնաց։ Կարո Հալաբյանի դեմ ես ոչինչ չունեմ, միանալի հանճարեղ ճարտարապետ էր, էլի, բայց այդ ներուժը ոչ մի անգամ չբացատրեցին է ժողովրդին, պարոնայք, դուք հիմա ամբողջ աշխարհը նայում էր, որ այդ ամերիկյան այդ 1-2 միլիարդ հանոց B2-ը, հա, եկավ մտավ Պարսկաստան, ջարդուխուր դարեց այդ սպիրիտը, հա, այդ գեր ժամանակակից այդ նիվիդզիմկա կոչված այդ ինքնաթիռը, գիտես ինչի մասին է խոսքը։ Ամբողջ աշխարհը խոսում էր դրանից, եկավ B2-ը, մտավ ասում պարոնայք, այդ B2-ն ամերիկացիներին ով է տվել։ Սա պատվո շիգիր կարդացեք։ Ձեր ներուժի մասին եմ խոսում, դուք լսել եք Հել Մարգարյանի մասին։ Երբ որ Հել Մարգարյանը նախագծում էր այդ B2 սպիրիտը դերևս 70-ական թվականներին, հետո իհարկե արդիականացվեց, հետո այսպես եկավ, երբ որ Պենտագոնում Ամերիկայում երբ որ մահացավ Վահե Կյուպելյանը, Պենտագոնում մի ամբողջ այսպես մահախոսական էին գրել, որ մահացել է Պենտագոնի լեգենդը։ Պենտագոնի լեգենդը։ Երբ որ Ներսես Գրիգորյանը մահացավ Ամերիկայում, նորից մի ամբողջ մահախոսական էին գրել, որ մահացել է Լոս Ալամոսի լեգենդը դոկտոր Քրիկը։ Հասկանում ես։ Բժիշկների մասին չեմ խոսում։ Ամբողջ այնտեղ։ Երբ որ խոսում ես, ասում են, դե գիտես, Ամերիկան տվեց այդ հնարավորությունները, Ռուսաստանը տվեց այդ հնարավորությունը, իհարկե ցարական Ռուսաստանն էլ էր տալիս, չգիտեմ, սովետական միությունն էլ էր տալիս, Արտակ ջան, դու մենք գոնե ասենք այդ շրջանի պատմությունը անցել ենք անուն արդարության, ես կարծեմ էլի եմ ասել, պիտի ասեմ, որ Բաումանի համալսարանը համաշխարհային ճանաչում ուներ այն ժամանակներում։ Ասենք Բաումանի համալսարանը նույնիսկ Օքսֆորդի կամ չգիտեմ Ստենֆորդների հետ չէր կարելի համատել, Բաումանի համալսարանը պատրաստի ակադեմիկոսներ էր տալիս, հիանալի ասենք գիտնականներ էր տալիս։ Բայց շատ կոպիտ համեմատություն անեմ, էլի շատ կոպիտ համեմատություն անեմ։ Մարդուն սովետի ժամանակներում մի քիչ կոպիտ պիտի լինի, բայց պիտի ասեմ սովետի ժամանակներում այդպիսի հիմար բան կար ձևավորված էլի, մեկի գլխի վիրահատություն են անում, վիրահատության ժամանակ մեկ էլ չգիտես որտեղից կատուն հայտնվում, թռնում է գլխից այդ ուղեղը վերցում փախնում։ Միջով այնտեղից չեն կարող գտնել, ուղեղը վերցրեց փախավ այդ մարդու վիրահատել են չհասցրեցին։ Դոկտոր եղան խայտարակ ասում է, ի՞նչ կա խայտարակ, կարեկտովի դա շոֆեր աշխատել է։ Այն սովետի ժամանակներում ասենք սովորել են, որ գիտես ինչ, եթե ուղեղը չկա, ասենք շոֆերի, դու պատկերացրեք մարդու ուղեղը ընդհանրենք վիրահատել են, հանել են, չկա, ուղեղ չկա։ Այդ մարդուն լավագույն հնարավորությունները որ տաս, Ամերիկա չէ ուզում ա լինի։ Այդ մարդը պիտի դառնա գիտնական։ Այսինքն միայն հնարավորություններով չի, այդ մարդիկ բնատուր հանճարներ են եղել, բնատուր տաղանդներ են եղել, այս ամեն ինչին գումարվել է հնարավորություն, այս ամեն ինչին գումարվել է գնահատականը, գնահատել են այդ մարդիկ մեծել են, բել են, դարձել են այսքան։ Ասացիք չեն կարել, մենք չէինք կարող, որովհետև սովետական միություն էր, ցարական Ռուսաստան էր, ցարական Ռուսաստանը մեզ էսպես, Եկատերինան էսպես, Պյոտրը էսպես, Նիկոլայը էսպես, հետո եկանք հասանք սովետբան Լենինը սենց, Բերյան սենց, այնինենց, եկանք հասանք 91, 92, 93, ասում ժողովուրդ ջան, երեք պատական այդպես այդ հրախոսը թերթելիս աչքիս ընկավ Արամ Մանուկյանի այդ որ կարդում է Հայաստանի Հանրապետությունը, հռչակում է անկախ հանրապետություն, մի ուրախություն, մի շքեղություն, մենք չգիտեինք ինչ բան է անկախությունը։ Այս ժողովրդին չեն ասել ինչ բան է անկախություն։ Ժողովուրդ հասկացան, որ պատմության մասին է խոսք արտად։ Մենք անկախությունը գիտեինք որպես տերմին, ասում ենք այդ ի՞նչ է որ անկախացել ենք, այսինքն սովետական միությունը չկա, մեզ էլ ոչ մեկ պիտի չթելադրի, հա։ Մենք մեր գլխում, մենք ինչ ուզենք անենք, մենք մեր օրենքները, մենք այսպես, մենք այնպես, մեր դեպքում։ Այո, մեր բանակը, մեր կրթությունը։ Հա, մեր բանակը, մեր կրթությունը, բայց անկախությունը ինքը ազատության գաղափարի ծնունդն է։ Եթե դու ժողովրդին ազատության գաղափարով չես կարողացել դաստիարակել եւ բերել անկախության գաղափարին, ժողովուրդը նույնիսկ անկախանալու դեպքում կարծեմ մի անգամ այստեղ այդ համեմատությունն արեցին, երբ որ Մովսեսն ու Ահարոնը հրեաներին դուրս բերեցին Եգիպտոսից, ինչ արեցին։
Ոչինչ չկրեցին, հрьяաները չպատերազմեցին, հрьяաները չկռվեցին, հрьяաները բողոքում էին ամբողջ օրը, իրենց աստուծուն էին բողոքում։ Էս ինչ ես անում, մեզ ծեծում են, մեզ ջարդում են, մի կտոր հացի համար էսպես, այնպես Աստված ասեց իմ ժողովուրդը մեղ կա, Մովսեսին ասեց գնայım ժողովրդին, բեր Մովսեսն ասեց ես լեզու չունեմ, ես խոսացող չեմ, ասեց հա Ահարոնը առաջին քահանայապետն է, քրիստոնյաների։ Ասեց գնա Ահարոնի հետ, մի խոսքով գնացին, վերցեցին, ինչ արեց, հրաշքներ արեց, չգիտեմ, ինչ արեց փարավոնի առաջնեկին, այսպես խփեց, կարևոր չի, եկան կարմիր ծովը ճեղքեց, հա։ Եկան կարմիր ծովի այս կողմը, առավոտյան արթնացան, փարավոնը չկա, անկախացել են արտակ, անկախացել են, փարավոնը չկա, Կրեմլը չկա, սովետական միությունը համարվեց քաղաքական դիակ։ Առավոտ շուտ անապատի մեջ արթնացան ու առաջին հարցը, ում հարցել չէ, պահանջը, որ ներկայացրեցին Մովսեսին ու Արոնին, ասեցին մենք սոված ենք։ Ասեց ձեզ մանանա կտանեմ, ասեցի այդ տղա ինչ մանանա։ Այս ընտեղից վերցրել մեզ բերել այստեղ որ մանանա, դաս ես ուզում եմ անկախության ու ազատության այդ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Դուք շատ եք տրիվիալացնում, շատ եք կնցաղայնացնում։ Հիմա որ հարցնում ես, ասում ես սովետի ժամանակ ընտիր էր։ Ինչն էր սովետի ժամանակ ընտիր, սկսում են թվարկել։ Չէ, դե ով է տենց բան ասում։ Լիքը հասարակ քաղաքացին չափանիշ չի, բան Ավելյան։ Ինչի՞ չափանիշ։ Միշտ էլիտաներն ու անհատներն են կերտել տանում եւ որպես լոկոմոտիվ առաջնորդվում հանրության։ Անհատներին լսարան է պետք։ Լսարանը պիտի ականջ ունենա։ Այդ մարդիկ 1 1 1 1 2 2 3 4 դառնում են բանակ։ Ուրեմն չերկարացնելու համար տարբերությունը անկախությունը տվեցին, բայց այս մարդիկ ինչ որ գերություն կար իրենց մեջ արմատավորված, հարյուրամյակներով գերի էին մնացել, հա, սոխ ու սխտոր էին ուզում։ Ասում են մենք սոխ ու սխտոր ենք ուզում, մենք մանանա չենք ուզում։ Մեզ հետ տարեք Եգիպտոս, ասում են այդտեղ ձեզ հետ տանենք գերություն, հա։ Ասում են դե ոչինչ որ գերություններ, բայց գոնե սոխ ու սխտոր էինք ուտում։ Այսինքն այդ ազատության գաղափարը որ չէր դաստիարակվել այդ մարդկանց մեջ։ Այդ մարդկանց վերցեցին գերիներին ազատություն չտեսած գերիներին վերցեցին կարմիր ծովի այս կողմից դրեցին այս կողմ եւ ասեցին դուք անկախ եք։ Առավոտ վեր կացան չհասկացան ինչ պիտի անեն անկախության հետ։ Ասին ինչ պիտի անենք այս անկախությունը, երբ որ մենք սոված ենք, հաց ու սոխ ենք ուզում։ Սրա համար 1991, 92, 93, 91 թվականից սկսած գերագույն գլխավոր պատասխանատուն մինչև այսօր եղել եւ մնում է հանրապետության առաջին ղեկավարությունը, առաջին, այսինքն որ անկախ պետությանը տրվեց կառավարություն, մենք ընտրեցինք, չէ՞։ Ես այն ժամանակ երեխա ընտրել ունա բացարձակ մեծամասնությամբ, այո։ Մեծամասնությամբ ընտրեցին, ասեցին մենք անկախ պետություն ենք, անկախ կառավարություն ենք, բայց այս անկախ կառավարությունը շուտ իներցիոն, ասենք, sense քայլերով գնացին։ Մտածեցին մենք պիտի մեր մանկապարտեզն ունենանք, մենք պիտի մեր դպրոցն ունենանք։ Վերջապես դուրս գանք այդ բանից, այդ մտածելակերպից, որ մանկապարտեզը պապաներից ու մամաներից թաքնվելու տեղ չէ, որ պապան մաման գնացին գործի, դու պետք է 6-7 ժամ մնաս մանկապարտեզում, մինչև գան քեզ տանեն։ Մանկապարտեզում պետք էր դնել այդ ազգային պետական շահ կոչվածը ոչ թե իմ ու քո համար էր, Արտակ ջան, որ հիմա այս տարիքում ամեն օր մեկ այդ ծեծված արտահայտություն ասի, այլ մանկապարտեզում պիտի կարողանային այս երեխեքին հասկացնել ինչա դա, ոչ թե իհարկե այդ բառերով որ չէին հասկանա, ճապոնացիների օրինակով։ Երեխաներին տանում են մանկապարտեզ, առաջին խաղը, գիտես ինչն է առաջին խաղը։ 3 աթոռ 4 մարդ։ Մենք հիշում ենք այդ երեխա ժամանակներում այդպեսի բան են խաղում, բայց մեր համար դա զվարճանք էր, այն որ պատտվում էին, որ պիտի շուտ նստեր։ Այո։ 3 աթոռ 4 երեխա դաստիարակում են զիջելու արվեստը, որ զիջելը, մարդուն զիջելը, սա բարձր ինտելեկտի բանն է, հասկանում ես այն։ Գիտեք, ճապոնական մշակույթը կներեք, իլերում են ձեր ասացի,
լրիվ այլ առանձնահատկություն ունի եւ ի վերջո այնտեղ կառավարող էլիտաները որոշեցին ինչպիսի պետություն ենք ունենալու Օկինավայից հետո, հա 50 տարի հետո։ Մենք 91-ից հետո տենց է չհասկացանք ինչ պետություն էինք ուզում։ Ես չգիտեմ, դա պրիվատիզացիայի պետություն էր, թալանչիների, հաղթողների, հա, ասենք թե բանը հայրենասիրությունը կեղծ կատեգորիա հռչակողների այդ խայտարակությունները եղել են 90-ականներին աշխատ ճիշտ եք հիմքը ընդեղ է դրվել հիմքը դրվել է այնտեղ Արտակ ջան բայց նույնից եմ ասում մենք չափահաս մարդկանցով հա 20 տարեկանից վեր ենթադրենք զինվոր ծառայեց նույնիսկ զինվորներից սկսենք 18 տարեկաններից այդ բարձր արժեքներից խոսալուց մենք նորից պիտի իջնենք ներքև նորից պիտի գնանք ներքև հիմա սա վերացական չեմ ասում ես չեմ խոսում խաղի մասին Մարդիկ մտածում են 50-100 տարի առաջ, մտածում են ոնց անենք, որ մարդը մարդուն կարողանա զիջի, ինչի համար, որովհետև սա կոմունիկացիայի առաջին անհրաժեշտության պայմանն է։ Երբ որ ես քեզ զիջում եմ, քո մոտ առաջանում է ինձ հետ շփվելու կոմունիկացիա։ Երբ որ դու խոսում ես ինձ հետ, ես սովորում եմ քեզ լսել։ Երբ որ ես լսում եմ քեզ, ես ճիշտ հարց եմ տալիս։ Հիմա մենք խոսում ենք, այստեղ 3 միլիոն մարդ խոսում են, Նույնիսկ ասում են Մեղվի Փեթակյան նման, ասում են պարոններ, դուք երազեք Մեղվի Փեթակի պես լինենք։ Մեղվի Փեթակում որևէ մեղու հենց այնպես չի լինում։ Ամեն մեկը գիտի իր տեղը, նույնիսկ եթե ձեզ թվում ասա, չգիտեմ ինչ, բայց ձեր դեպքում, մեր դեպքում իհարկե, ես անպայման ուզում եմ առանձնացնել, որ խոսքը ժողովրդի մասին չի, նույնիսկ եթե մասնատենք ժողովրդին, այս մասը սա, այս մասը դիմադիր, այս մասը դիմադիր, խոսքը պատասխանատուների մասին, այսինքն ճիշտ տեղից չեն սկսել։ Այն որ այս ժողովուրդն այսօր կեսը դիմադիրա, կեսը դիմադիրա, մեկը սրան, մեկը նրան մայախատաս կռայու, չգիտեմ ինչ, այսպես է, մեկն ասում մայախատաս կռայու, չեմ ուզում ախպեր։ Են դուք։ Այս ամեն ինչի պատասխանատուները գալիս են հենց 91 թվականից, որովհետև որ ասացիք մենք անկախ ենք, սա նշանակում էր, որ պատասխանատուները կարող էին դնել այն հիմքը, որտեղ պիտի կարողանային իրենց առաջին սերունդը, գոնե առաջին սերունդը դաստիարակել ուղիղ այնպես, որ չլիներ օդ կրակին, եւ դուք հղում անեիք մարդկանց հայրենասիրությանը, որը ձեր համար այսօր դարձել է կեղծ կատեգորիա։ Հղում անեիք, ասեք, դե գիտեք ինչ կրակում են, հելեք հասեք։ Ինչ կամավորներ գնացին, ինչ տղեկ գնացին։ Դուք ես չգիտեմ որևէ ազգի չեմ խառնվում, ազգեր շատ են եղել, մարդիկ կռվել են, պայքարել են իրենց անկախության համար, բայց այն որ 8 տարեկան տղա երեխան ես իմ աշկերտում եմ սա տեսել, 8 տարեկան։ Ուրեմն պապը խփեցին պապին Արցախում։ 90-ականների պատմություն եմ ասում, հերնել վիրավոր է։ 8 տարեկան երեխան այդ բանը որսորդական հրացանը վերցել էր, բարձացել էր իրանց տանիքին, կրակում էր այդ բանի վրա, ուղղաթիռի վրա։ 8 տարեկան երեխան։ Այսինքն այն ինչ որ անցավ է ժողովրդի մեջ, ինչ զրկանքներ կրեց։ Մի այսպիսի արտահայտություն կար, որ ինքը չգիտեմ, լավ արտահայտություն չէր, բայց բարոյապես շատ զորավոր արտահայտություն էր։ Ասում էին մի տնից չենք, մի օրի ենք։ Սա ասում էին երկրաշարժի ժամանակ, սա ասում էին այդ պատերազմի ժամանակ 90-ականների, հա, լույսը չկար, ամբողջ շենքով հավաքվում էին։ Մեքենայի վրից մի հատ ակումուլատոր գտնում էին, բերում էին, այդպես երկու հատ անգամ որ ստից մի բան միացնում են, ռադիոն են սովետական, բարձրացնում էին, որ ժամը գար հաղորդեն, մերոնք ինչ արեցին, ուր հասան, ոնց հասան, ինչ տվեցին, ինչ գրավեցին, ինչ հետ բերեցին, այսինքն բոլորի ուշքո միտքը այնտեղն էր, բոլորի համար Արցախ էր, չգիտեմ Գյումրին էր, բոլորի ցավը, ախպեր ջան, ամբողջ շենքով ցավում էին մեկի համար։ Հանկարծ տեսնում ենք մեկի մուտքերից մեկում, մեր շենքը 6 մուտքանի շենք էր, տեսնում ենք մուտքերից մեկում ինչ-որ լույս են վառում, հա, որ մարդեր մանում լույս են, չէ, վառում այդ շքամուտքում։ Չկար այդպիսի բան, ով հետ չի խոսում, ով հետ ինչ, բան բոլոր այսպես հավաքվում էին, գնում էին, չգիտեմ, ինչ էին անում։ Ու այդ մշակույթն ջարդուխուր դարեցին գյուղերում որտեղ առավել շքեղ մշակույթ կար, հիմա չկա։ Ես դա տեսել եմ երեխա ժամանակ, ասեմ ու շարունակեք, երբ որ մեր քերիներիս հարցանիքների ժամանակ ես երեխա էի, հիշում եմ, որ պապիս ու տատիս վեր էին կենում ամեն անգամ, ինչ որ չգիտեմ, ինչ որ բան կա, չգիտեմ, ինչ որ այսպես մի բան կամ չգիտեմ, ինչ վեր էին կենում, գնում են ինչ որ մեկի տուն, հարսանիքի նախորեն, այ բանամ ջան, ձեր երեխու հարսանիքն ուր է կենում։ Պարզում էր գյուղում կորուստ կա։
Այս մարդիկ պիտի գնային այդ կորստատիրոջ մոտ, հարցնեին, ասեն թու կորստի ֆոնին թույլ կտաս մեր երեխուն հարսանիք անենք։ Չես նեղանա։ 20-21 թվականին հիշում եք, մինչև ամիսներ անց դեռևս դիակներ էին գտնվում էին։ Եռաբլուրի թաղումների դեմը կտրում էին հարսանքավորները։ Գոռալով, ճվալով, չգիտեմ, հետո եկավ ասենք այդ, չգիտեմ, ամանոր պիտի լինի, այս պիտի լինի, չգիտեմ, տոնածար դրեցին, նորից զարդարեցին, մարդիկ մի քիչ վատ զգացին, ասենք այն սա հենց այդ ճապոնական դպրոցի հիմքերից եմ ասում, հասկանաք, մարդիկ վատ զգացին, ասեցին ընկեր, իմ հարևանը, իմ ընկերը, իմ աղբերը, ամեն երկրորդ տուն իր կորուստն ունի։ Ինչ տոնածառի մասին եք խոսում։ Ժողովուրդը նորից կիսվեցին երկու մասի, ասում իմ երեխան ինչով է մեղավոր, իմ երեխան ուզում է ուրախանա։ Ախր չէ որ քո երեխան ուզում է ուրախանա, որովհետև այն մարդու երեխան տուն չեկավ։ Սա պետք է գնահատել, այդ մշակույթը ջարդեցին Արտակ ջան, երբ որ հասնում ենք 40-45 տարեկան, մենք կարող ենք շատ մեծ արժեքներից խոսել։ Վաշինգտոնում ստորագրեցին ռուսը, թուրքը, թեյնի։ Ես ասում եմ ոչ նա։ Դրա համար ես ասում եմ եկեք հետ գնանք ձեր արմատներին, հասկանանք այդ ամերիկացին, որի թևի տակ ուզում եք մտնեք, հետ գնանք այդ Ամերիկայի ստեղծման, այդ ամերիկացիները որ 200-300 հազարով մարդիկ էին կոտորում, դա ցեղասպանություն չէ։ Ոչ մեկ դրա մասին չխոսեց, ոչ մեկ ոչինչ չասեց, չէ։ 250,000 մարդու վառեցին։ Կներեք, էլի ճիշտ եք ասում, բայց չէ որ այդ բոլոր իրողություններին կա մի շերտ, որը ուղղակի պարտավոր է անդրադառնալ, որը իշխանություն չի, ընդդիմություն չի, որը մտավորական շերտն է, մշակույթ է, մարդիկ գիրք են գրում, այդ ռեժիսորները ֆիլմ են նկարում, ինչի մասին, սոցիալական կյանքի մասին, սիրո, բռնության, պատերազմի, սոցիալիստ տղեկ կան, չէ, ասենք այնտեղ Ամերիկայում, նույն Հոլիվուդում եւ այլն, ասենք Միլոշ Ֆորմանն ով է, Ալան Պարկերներն ու Օլիվեր Ստոուններն ովքեր են։ Ինչ որ մի բան դուր չի գալի Մել Գիբսոնին, հենց թքում է այդ Ամերիկայի իշխանությունների ճակատին։ Ու Գիբսոնի հետևորդներն ասում են այո, դու ճիշտ ես, կամ ոչ, ծախված ես։ Կներեք, շատ եմ բանանում, էլի sense խտացնում գույները։ Ուր են ստեղի մտավորականները։ Արցախ հանձնեցին, բացահայտ այսօր մարդն ասում է, պետք է հանձնել, չհանձնել, սես կլներ, նես կլներ։ Այո, ճիշտ եք ասում, սոցիալական կյանքի բաներ կան, երևույթներ կան, որոնք ուղղակի գետի մեռնես ավելի լավ է, քան այդ տեսնես։ Ուր են այսօրվա ասենք, այդ պետական թատրոնների բոհեմական միջավայրը, գրողները իրաց միություններով, նկարիչները, մտավորականություն կոչվածը, ուր է, գիտական աշխարհը։ Ես որևէ մեկի անուն չեմ տալիս, որևէ անուն մի տվեք, բայց այդ շերտը պետք է խոսա։ Թե բյուջեից մենակ ասենք սնվեն, ասենք այ ձեր ասած այդ մայախատա սկրայում, այդ տխմարագույն խոսքը, էլի։ Անուն չեմ տալիս, ոչ թե անուն կա չեմ տալիս, Սամվել Մուրադյանի ականջը կանչի, ասում էր Դանթեում ներողություն եմ խնդրում, Դանթեն իր բանի մեջ կատակերգության մեջ անտարբերներին դժոխքում հատուկ տեղեր չէ հատկացրել։ Հիմա սրանք են։ Ես նկատի ունեմ ակնարկներ որևէ մեկին անհատական այսպես չեմ ուղում, հա, բայց շատ լավ էլ արժեն ու պետք է անել ընդհանրապես։ Դուք չեք անի, ես կանեմ։ Արեք, բայց նույն բանը 91 թվականին էր։ Նույն այդ մտավորականները, որը ուզեց ՀՀՇ դառնա, հետո ՀՀՇ-ից հետո ուզեց ՀՀԿ դառնա, ՀՀԿ-ից հետո ուզեց չգիտեմ ինչ դառնա, շատ մտավոր։ Այդ օճառվում էին, հաղթած էինք։ Աստված տա հիմա 90-ականների այդ կարգավիճակը լի։ Հիմա էլ նույնն է։ Հիմա պարտված ենք օճառվում, սա խայտարակություն է։ Ինքնագիտակցված, ինքնա ոչնչացման են գնում, հասկանում եք։ Ինչի համար եմ ասում, որ սեփական պատմությունը ճանաչելու դեպքում եւ մի քիչ էլ համաշխարհային պատմությունը ճանաչելու դեպքում այս ամեն ինչը պարզ է դառնում առանց համալսաներ ավարտելու, առանց քաղաքականության, չգիտեմ, քաղաքական վերլուծաբան լինելու։ Նույն բանը Համիդի ժամանակներում էր։ Երբ որ այսպես խնդիրներ եղան, հա, շատ հայեր, լուրջ հայեր, որոնք լուրջ պաշտոններ ունեին վերևներում, որոնք լուրջ կապեր ու լուրջ լծակներ ունեին, կարողացան այսպես ճանապարհներով արանքը ճղել, փրկվել ինչ-որ բաներից, հա, իսկ շատերը նախընտրեցին մահմեդականություն ընդունել։ Այսպես եղավ Աբդուլլա եղբայրների դեպքում, Աբդուլլա եղբայրները Աբդուլլահյաններ էին իրենք, հա, Թուրքիայի այսպես ֆոտոարվեստի հիմնադիրներն են առաջին, հա, երեք եղբայրներ էին։ Երեք եղբայրներից միայն մեկը փախավ Եվրոպա, այնտեղ կեղծանուն էր իր համար ընտրել, հա, ու հակաթուրքական այսպես բաներ էր ընտրում ու ուղարկում էր եվրոպացիներին ու հիմնականում ամերիկացիներին, ասում էր չեմ հասկանում ձեր կեղծ մարդասիրությունը, ձեր կեղծ դեմոկրատիան,
Ձեզ եմ ուղում, դուք չեք տեսնում Համիդն ինչ անում Թուրքիայում։ Այն մեկին ներսում, ասեց դու իմ աղբերն ես, բայց կին երեխեք մահմեդականություն ընդունեց, նույնիսկ կոչում ստացավ բանի կողմից, Համիդի կողմից։ Երեխեքով, կին, երեխա բոլորը մահմեդականություն ընդունեցին։ Ինչի համար ստեղից չվերկենան գնանք այնտեղ։ Նույն ձևի, տես Շահ Աբբասն եկավ է ժողովրդին հանեց տարավ այնտեղ, հա։ Աբբասը տարավ, Աբբասն այսպես, Աբբասն այնպես։ Այ ախպեր ջան, Աբբասից հետո կարճ ժամանակ անց Պարսկաստանում դու գիտես հիմնվեց Նոր Ջուղայի այդ Նոր Ջուղան դարձավ Պարսկաստանի կարևորագույն մշակութային օջախներից մեկը, կարևորագույն։ Նոր Ջուղան այնպեսի դեմքեր է տվել, որ Պարսկաստանն այսօր ուղղակի հպարտանում է այդ դեմքը ու Պարսկաստանը հիշում է իրանց։ Պարսկաստանը իրենց մասին գրքեր ունի գրած։ Բայց երբ որ աֆղաններն եկան մտան Նոր Ջուղա, այս ժողովուրդը Նոր Ջուղան էլ արդեն պիտի թողնեին, բայց չհիշեցին, որ իրենց Հայաստանից են բերել այստեղ։ Ոչ մեկը հետ չգնաց, հետ չեկավ այսպես Արևելյան Հայաստան։ Գնացին Հնդկաստան, գնացին Սինգապուր, չգիտեմ, գնացին Հոնկոնգ։ Ասում եմ, այ ժողովուրդ ջան, ձեզ որ ձեր տանից հանել են բերել են Պարսկաստան, դուք բողոքում եք։ Հիմա այստեղից որ հանում են, ձեր տունը արդեն դատարկ անդեղ էլ Շահ Աբբաս չկա, ոչ մեկ ինչի չվերադարձակ տուն։ Բոլորը գնացին այնտեղ ընդամենը 20-30 տարի հետո մի հատ էլ այնտեղ դարձան միլիոնատերներ, միլիարդատերներ, մի հատ էլ Հոնկոնգը կառուցեցին, մի հատ էլ Սինգապուրը կառուցեցին, մենք անցյալ թե նախանցյալ տարի չգիտեմ հաղորդումներից մեկում խոսել ենք այդ մասին, չեմ ուզում դրա մասին խոսել։ Մի մասը գնաց Եվրոպա, շվեդական բարոններ դարձան արտակ, շվեդական բարոններ, ազգանունները փոխվեց, ոչինչ չի ասում դրա մասին, հիմա կարդում ես, չգիտեմ, էլ Բուլղարիա, էլ Ռումինիա, էլ Հունգարիա, առավելապես Հունգարիան, այս հակահայկական այս բաների վրա, ինչքան հակահայկական, ասենք, կեցվածք ունի Հունգարիայի քաղաքականությունը, այսպես կառավար։ Ու նայում ես Հունգարիայի ժողովրդական ազգային ազատագրական պայքարի հերոս գեներալներ, այդ նաշեններ։ Ինչի համար, երբ որ ձեր տունը մնաց անտեր, դատարկ, դուք մնացիք կամ 18 տարեկան երեխաների հույսին, կամ մնացիք կամավորների հույսին, որ պիտի ասենք հղում անեք, ասեք գիտեք ինչ վեր կացեք, այնտեղ կռիվա պատերազմա, հիմա այս վիճակին էլի հույսները դնելու են դրա վրա արտակ։ Էլի հույսները դնելու են այն, գիտես, մարդկանց այն սրտի կանչին, որ մարդը չի կարողանում տունը նստի, ոնց որ կամավորները։ Ոնց թողես մենակ։ Նորից դնում են դրա վրա, ինչքան ուզում են ասեն հայրենասիրությունը, սա հայրենասիրության մասին չի խոսքը, սա մարդասիրության մասին է խոսքը։ Այսինքն այդ մարդիկ սիրում էին մարդկանց, այդ մարդիկ սիրում էին իրենց տունը, իրենց տեղը, վերջապես դու գերեզմաններ ես թողում։ Մենք ինչ ենք սիրում, այդ հայրենիք, Արտակ ջան, քառակուսի մետր այսպես որ հաշվենք, այստեղից այստեղ, այսքան քառակուսի մետր, այս տարածքը տվել են մեզ, դա մեր հայրենիքն է։ Այդ հայրենիքի մեջ մի ամբողջ հազարամյակների պատմություն կա։ Այդ հայրենիքի մեջ կան հիշողություններ, այդ հայրենիքի մեջ կա պապերն են, այդ հայրենիքի մեջ իմ հոր գերեզմանն է։ Ու սա իմիտացիա չի, սա պաթոս չի, երբ որ ես գալիս եմ Հայաստան, ես չեմ գալիս քառակուսի մետրի տեսակցության, ես գալիս եմ իմ հոր գերեզմանին, ես գալիս եմ իմ հարազատներին, իմ ընկերներին, որ մնացել են 90-ական թվականներին Արցախում, այն երեխեքին, որ մնացին այս վերջին տարիներին, մնացին այնտեղ, ոչ մեկը հետ չեկավ։ Այն երեխեքին, որ երբ որ այստեղ եւ Արցախում եւ այստեղ կառավարական մակարդակներով 5 հոգով 7 երգ են երգում իրար, այսպես բզբզելով, երեխեքից ոչ մեկ իր անկերոջը մենակ չթողեց։ Հայ ասեցին սա փախավ, այս գեներալը ստեղ ամեղավոր են, չգիտեմ, այս սպան այնտեղ փախավ, երեխեքից ոչ մեկը երեխեք են եղել մեջները արտակ հնարավորություն են ունեցել չմտնելու մարտադաշտ հետ գալու տուն, հնարավորություն, բայց ոչ մեկը չփախավ։ Մեզ զենք ապել, մենք պետք է զինվենք, մենք այդ ներուժը դուք շատ եք ասել, հիմա էլ կխնդրեմ եւս ասեք, թե հայերը ռազմարդյունաբերության, ռազմական հանճարի ինչ ներուժ ունեն, ինչ են արել աշխարհի տարբեր երկրներում ու ինչ կարող են անեն այստեղ, որովհետեւ շատ են ասում, ռուսը պետք է մեզ զենք տա, որ կռվենք, դե ռուսը ամերիկան, ռուսական բանակը լավը չի, հիմնա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, պարոն Ավելյան, ասացեք խնդրեմ, էլի, ասենք, քանի գերտերություն ենք կայացրել, ինչ մի հատ էս մասով էլի, որտեվ իսկապես սա է հետաքրքիր։ Ճիշտ եք ասում, մարդասիրությունն է, բայց զենքը ուժն է ծնում իրավունք, վերջ։ Արտակ ջան, ես երբ որ գնացի ծառայության հայկական բանակում, Զորամասի անունը չեմ ասի իհարկե, մենք էլ 18 տարեկան երեխեք էինք։ Երբ որ մտա Զորամաս, մեր շտաբի պատերին մեծ տարերով գրված էր հաղթում է ուժեղը եւ ոչ թե արդարը։
եւ ավելացրած էր վայ թույլին։ Հա։ Հիմա դու պատկերացրա երեխեք, որ պատմություն չգիտեն։ Երեխեք մեր զորամասի այդ պլաց կոչվածի այդ ամբողջ պատին Անդրանիկի նկարներ 18 տարեկան երեխեքի 99% համոզված էին, որ դա Ստալինն է։ Մտածում ես Ստալինի նկարն չեն, Անդրանիկին չէին ճանաչում, մտածում են ասում են Ստալինն է։ Ողբերգություն։ Հա, այդպես շինելով բանով sense բեղրով մտածում են սա Ստալինն է։ Գարեգին Նժդեանուն այդ երեխեքին ոչինչ չէր ասում։ Ոչինչ չէր ասում, հաղթում է ուժեղը եւ ոչ թե արդար էս ինչ ասել։ Անդրանիկը եզակի կերպար է, դու թուրքերը Քեմալը անձամբ է խոնարհվել ու հարգել, որովհետեւ Փաշա իզուր չեն ասել, էլի։ Լավ է իմացել թուրքերին, էլի, որ թուրքերի հետ ոնց պետք է վարվես։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Համ նրանց լավ գիտեր, համ նրանց լավ գիտեր։ Այստեղ ամենակարևոր բանը, այսպես միջուկը, գիտես, Սողոմոնի բառերով ասեմ, հա, այսպես Սողոմոնի բառերով ասեմ, ասում էր երկրից առավելությունը նրանում է, երբ որ թագավորը նվիրված է երկրին։ Երբ որ թագավորը նվիրված է երկրին, սա երկրի ամենամեծ առավելությունն է։ Ամեն ինչը կարող է իր տեղով գնալ, երբ որ թագավորը նվիրված է երկրին։ Երբ թագավորը երկրին նվիրված չի, բոլոր ժամանակների թագավորների մասին է խոսքը, որը նվիրված է եղել, որը չի եղել, չենք բանանում։ Զենքը բերում ես, այսպես լցում ես, վաղ օրենք են հանում, ասում են, գիտես, ինչ պատերազմող երկիր ենք, կամ չգիտեմ, այսպես վտանգի տակ ապրող երկիր ենք, 1000 հարցեր կա, առավել հեսա չգիտեմ, Միչանսկ, այսպես պարսիկն եկավ, հայ ռուսը, հայ վրացին, հայ թուրք, այսպես ամերիկացիները զենքի իրավունք եկեք տանք բոլորին։ Զենքի իրավունքը տալիս են, Արտակ ջան, ես վախով եմ ասում, բայց երևի թե մինչև իրական վտանգին հասնենք, արդեն արևանների կեսին արդեն գնդակահարած կլինեն երևի թե։ Այդ զենքը կօգտագործեն իրենց դեմ, բայց համաձայն եմ, որ զինվել է պետք, սիրելի ժողովուրդ, բայց մարդկության պատմության ընթացքում ողջ մարդկությունը որևէ գիտնական, որևէ գյուտարար չգիտեմով բոլոր հանճարները Լեոնարդո դա Վինչիի պես հանճարը, որ ժամանակին տանկում ակվալանգ էր, մտածել կամ պարաշուտը չգիտեմ, ոչ մեկը չի կարողացել մտածել ավելի զորավոր զենք, քան գիտելիքը։ Գիտելիք, այսինքն ոչ թե ինֆորմացիա, որ շատ իմանաս, այնա Google-ն էլ միացնենք, ինչ ինֆորմակ ամեն ինչ են ասում են, անկապ երևույթ է ChatGPT, ինչ հարցնես պատասխանում է։ Խոսքը այստեղ դաստիարակության մասին, ավելի մեծ, ավելի զորավոր զենք, քան սեփական սերունդը դաստիարակելը, դրանից ընկում զենք չի լինելու։ Երբ որ հասնում ես արդեն այն 18 տարեկան տարիքին, որ պիտի այդ մարդկանց ոչ թե երթումով հղում անես, ասես գիտես, ինչ պրիսյագ եք տվել, հայդե առաջի գից, այլ այս մարդիկ պատրաստ լինեն հասկանալով, որ իրենք 18 տարի իրենց բացատրել են, որ եկել են հասել են հայրենասիրական են, չեմ ուզում այդ բառը անդադ շեշտեմ, հասկանում ես, որովհետև ինքը մի տեսակ ծեծված է դարձել, որովհետև մարդկանց հիմա կանգնեցնես փողոցում ասես, խնդրում եմ ինձ բացատրեք ինչ է հայրենասիրությունը, կեսը կասեն կեղծ կատեգորիա է, կեսը կասեն, չգիտեմ ինչ հայրենասիրությունը, գնա մեռի, անընդհատ գնա մեռի, զա Ռոզին ու զա Ստալինա։ Սա հայրենասիրության մասին չէ խոսքը։ Հայրենասիրությունը քո սեփական արմատներին հաղորդ լինել, այսինքն երբ որ դու ճանաչում ես քեզ ծնուցող արմատը, երբ որ դու քո տոհմածառը ճանաչում ես, երբ որ դու ճյուղ առ ճյուղ գիտես ով ինչից է ծնվել, Ավրամ Ռաձիլի, Իսահակ Ռաձիլի, դու չգիտեմ, քո սեփական տոհմածառը, քո պատմությունը, երբ որ ճյուղ առ ճյուղ իջնում ես, հետո ճյուղերի վրա գրված են անուններ, որ քո հողից դուրս են եկել, գնացել են, կախվել են հարևանի այգիները։
խոշոր դեմքեր, անուններ, որոնք մնացել են աշխարհի պատմության համամարտկային այդ ամեն ինչի մեջ դաջված, այդ անունները կախված են Եվրոպայում, գնացել են եվրոպական այգիներ, գնացել են Սինգապուր, գնացել են Ամերիկա, իջել են Պարսկաստան, գնացել են Օսմանյան կայսրություն, գնացել են Ռուսաստանի մասին չեմ խոսում, ինչեր են արել ցարականից մինչև այս ամեն ինչի հետ կապված։ Նայում ես ասում ես այդ տղաներ ջան, չէ՞ որ այդ արմատը դուրս էլ գալիս ձեր հողից։ Եվ այդ ճյուղեր տվող արմատին այդ աշխարհն եկել ասում է արի իմ թևի տակ։ Այն մեկն ասում է արի իմ թևի տակ, ասում ես պարոնայք, այս արմատից են ձեր անունները, որ կախված են այդ ձեր այգիների վրա, չէ՞ որ այս արմատից են։ Բայց դուք արմատը չեք ճանաչում, դրա համար գնացել եք Հարվենն ասում եք, արի գիտես ինչ Ջոնիկ Ձաձան լավ տղա է, արի Ջոնիկ Ձաձային ասենք թող մեզ օգնեն, ասում է չէ, Վալոդ Ձաձան էլ է լավ տղա։ Վալոդ Ձաձան ու Ջոնիկ Ձաձան թող կռվեն, մի հատ հասկանանք տենանք ով է մեր պետության համար ավելի շատ ներողություն, ավելի շատ գումար առաջարկում, աճուրդի ենք հանել չենք հասկանում, աճուրդի ենք հանել, այս անունները, որ գնացել են, էլի եմ ասում, համամարտկային անուններ, նույն ասեցի Պենտագոն, Լոս Ալամոս, չգիտեմ ինչ, մենք այդ մեր բան ունենք, չէ, այդ Հայկ Հովակիմյան, այդ մեր ռեզիդենտը, որ մտնում է Լոս Ալամոսի այդ գաղտնի ծրագիր, կարողանում է այդ բանի ասպիրանտի քողի տակ մտնում է Լոս Ալամոս 39-40 թվականին, առաջին աշխարհամարտը սկսվել է արդեն աշխարհում, հա, բայց ամերիկացիները, այսպես ասած, կարողանում են բան անել, բռնում են, ձերբակալում են ու Հայկ Հովակիմյանը միակ երևի թե միակ բաններ, հետախույզներ, որի համար Ստալինը անձամբ էր զանգել Ռուզվելտին, ասել էր չգիտեմ ինչ ես ուզում, բայց պիտի տաս։ Այդ տղուն պիտի տաս, ինձ հետ պիտի տաս։ Երբ որ Հիտլերը արդեն հարձակվեց Սովետական Միության վրա, Ռուզվելտը հասկացավ, որ Սովետական Միության հետ պետք չի այսպես բան անել, Հայկ Հովակիմյանը հետ տվեց, բայց կարևորագույն բան Հայկ Հովակիմյանը պատմում ասա Արամ Խաչատրյանին, իրենք մտերիմներ էին, հա։ Արամ Խաչատրյանի հետ զրույցի ժամանակ պատմում, ասում է, երբ որ ես առաջին անգամ առաջին դուռը բացվեց, ես Սովետական Միությունից ասպիրանտ եմ, չգիտեմ ինչ եմ, այսպես մտել եմ, հասել եմ Լոս Ալամոսի այդ Մանհեթենյան նախագիծը, Արտակ ջան, մինչև այսօր համարվում է բոլոր ժամանակների ամենագաղտնի ծրագրերից մեկ, այնտեղ մտնելը կատակ բան չէր։ Չի կարա գնալ զանգը տալ, ասել ես եմ բացեք։ Այս մարդը կարողացավ մտնել, հա։ Ասում եմ, երբ որ առաջին դուռը բացեցի Լոս Ալամոսում, ասում եմ, սարսափից ինչ դպրոց էր անցել, այդ ԿԳԲ-ի դպրոցը պիտի կարողանար էմոցիաները պահել, ցույց չտալ, ինչ էր կատարում, ասում եմ, որ դուռը բացեցի, Լոս Ալամոսում 5 հոգի հայերեն էին խոսում։ Ասում եմ, ինչ ասես կմտածեի, բայց երբեք չէի պատկերացնի, որ ես հասել եմ Ամերիկա, մտել եմ Լոս Ալամոս, ամենագաղտնի ծրագիրը, առաջին ատոմային ռումբն է այնտեղ, ես մտել եմ Լոս Ալամոս ու Մանհեթենյան նախագծում 5 հոգի հայերեն է խոսում։ Ապեր կոֆե խմես, ապեր ջուր խմես, ապեր սենց օրինակ կենցաղային լեզվով եմ ասում։ Ասում այդ էմոցիաներ, ասում ես չգիտեմ ինչ եղավ, ոնց է կարողացել տիրապետի իրան, որ գոնե սենց մի հատ միմիկա չգցի են կոմերա, որ ես ինչ ծանոթ լեզու էր, էլի հասկանում ես։ Այն կողմից հայերը։ Հետո բերեցիք ստեղ, ուղարկեցիք Արզամաս 16 այդ նախագիծը։ Արզամաս 16-ում գնացինք, ասեցին, գիտես ինչ, այս պատմությունը միջալոց շատ քչերին է հայտնի, երևի թե չգիտեմ, երբ որ Կուրչատովին բերում են ներկայացնում են Բերյանը Ճապոնիայից հետո Ստալինն ասում արագացրեք, թե չէ ամերիկացիները 25 սովետական միության քաղաքներ վերցել են նշանակետի տակ Հիրոսիմա Նագասակիից հետո։ Ատոմային ռումբերը պիտի սովետական միություն, սա փաստավավերագրական, այսպես այդ բանը կա, որ 25 քաղաքներ պիտի ռմբարեր են փողկապներ վաճառով տրում են, Ռուզվելտը արդեն մահացել էր, գիտես։ Ստալինը դե ասում արագացրեք, Բերյանին կանչում է, գիտես, Բերյանն էր, չէ՞, կուրատորը այդ ատոմային նախագծի, ու ինչ պիտի անենք, ում պիտի դնենք ղեկավար, ասում է դե Կուրչատովին բերում են, գալիս է ներկայանում է, բարձր, Ստալինն ասում է Յատակով ակադեմիկան не знаю։ Հետո դա ինչ Կուրչատով, այդ ինչ է, հետո այդ մարդը։ Ու երևի թե սովետական միության ժամանակ երևի թե դեմոկրատ չասեմ, այսպես մի քիչ անկախ, մի քիչ ազատ կառույցը ակադեմիան էր։ Հասկանում ես։ Ասում եմ քվեարկություն ինձ շտաբ ակադեմիկա պետք։ Քվեարկության ընթացքում միաձայն բոլոր ակադեմիկոսները ընտրում են Աբրահամ Ալիխանովին։ Միաձայն։ Ասում են, պարոնայք, դուք ակադեմիկոս եք ուզում, ատոմային նախագծի ղեկավար պիտի դնեն, ընտրում են Աբրահամ Ալիխանովին։ Այդ պատմությունը։
Ու Բերյան ասում է, ես ձեզ չեմ ասում, ձեր միջի ամենախելացին ով է։ Ես ձեզ ասում եմ, ինձ ակադեմիկոս է պետք է, տենց է ուզել։ Այդպես է ուզել ինքը ոչ դե այսպես ասացա, ու երևի թե պատմության մեջ առաջին անգամ երևի թե կրկնակի նորից ընտրություն են անում ակադեմիկոս են ընտրում։ Եթե չեմ սխալվում, նաև գերմանացիներն են, թե ամերիկացիներն են, չէ՞, տալիս ատոմային ծրագիրը, միջուկային զենքի ծրագիրը, բայց թե բացի մի կետից վերջում ոնց պայթացնեն, էլի։ Ու այդ կարծեմ մի գիշերվա մեջ հենց Ալիխանյանն բաց է այդում Բերիայի ու Կորչատովի ինքը այս պատմությունը այդպես մի պատմություն էլ կա ֆանտաստիկ է մեծ հաշվով Արտակ ջան ես ասեմ որ սրանց մեծ մասը շատ մեծ հավանականությամբ կարող են լեգենդներ լինել ժամանակի ընթացքում եկել են որովհետև այն ինչ որ մնացել ասենք այդ ՊԱԿ-ի արխիվներում շատ բաներ կան որ այդպես էլ չեն բացել առանձին պատմություններ մեկը մի կերպ է պատում մեկը մյուս կերպ է պատում բայց որևէ մեկը չի կարող մերժել, որ սովետական միության, ասենք, առաջին 2-3 փորձարկումների, ատոմային ռումբերի փորձարկումների կնքահայր, ասենք, Կիրիլ Շոլկին դարձած Կիրակոս Մետաքսյանին, հա, երբ որ պարոն Կուկուրուզնիկն ասեց, ես բան եմ ուզում, ցար բոմբա էր ասում ինքը, հա, ասում էր, ինձ քիչ է։ Երբ որ սովետական միությունում ատոմային ռումբերի առաջին 2 փորձարկումներն արեցին, ամերիկացիները արդեն հասկացան, որ հոп, չի կարելի այդ նախագիծը տրեք մի կողմ, որովհետև բալանսը կարգավորվեց, այսպես ասած։ Բայց հանուն արդարության, ինչքան էլ որ խոսենք Հայկի մասին, սովետական միության այդ բաները, արխիվները, որ մեր լրտեսները գնացին, կորզեցին, այսպես քանդեցին, այնտեղ Ռոզենբերգ զույգերին չգիտեմ ինչ արեցին, գողացան նախագիծը, բերեցին այստեղ ատոմային նախագիծը։ Իրականում ատոմային ռումբի այդ նախագծերը երբ որ հասան Ռուսաստան, դրա մեջ առյուծի բաժինն ու այսպես գերագույն գլխավոր հովանավորը Օպենհայմերը որովհետև երբ որ գցում են Հիրոսիմայի ու Նագասակիի վրա, սա այսպես փաստագրված այդ բանը կա, նույնիսկ բաները կա, կարող եք կարդալ, ես եթե գտնեմ կուղարկեմ, Օպենհայմերն ասում է «Միս ձելը լի ռաբոտու դյավոլը»։ Ու երբ որ հասկանա, որ ամերիկացիներն ուզում են սովետական միության ակցիան, ամեն ինչ անում, ասում է, եթե սա շուտ հասնի այնտեղ խելացի գիտնականներ կան, առավել եւս Խարիտոնը իր ընկերներ, հա, բանի Օքսֆորդից ճանաչում են, ասում են, եթե ռուսները շուտ կարողանան ատոմային ռումբը ստեղծել, մենք բալանսը կպահպանվի, բայց ամեն դեպքում գնացին Աբրահամ Ալիխանը, գնացին Կիրակոս Մետաքսյան, մեր քյավառցիները, Ավետիք Բորնազյանը, Սամվել Քոչարյանցը, հա, Սամվել Քոչարյանցին ասում են, սա մի զասիկրիչի նույնությունի Սովետского Союза։ Այդ մարդու անունը պետք է չտայր, այդ մարդուն պետք է չհարցներ, այդ մարդու կիսանդրին, երբ որ գավառում բացում են 80-ական թվականը, դեռ սովետական միությունն էր, ինձ մեր քյավառի ժողովուրդն են պատմել։ Ուղղաթիռով են բերում այդ մարդուն, այսպես իջեցնում են, ման են տալիս, այնքան որ իր կիսանդրին են բացում, որևէ մեկին թույլ տված չէր մոտենալ այդ մարդուն, հարցնելով ես, ինչ ես, ոնց ես։ Այդ մարդկանց մասին ինֆորմացիաները 30-40 տարիներով մնացել են, որ ասում է под грифом совершенно секретно, մենք չենք իմացել։ Իսկ Կուկուրուզնիկը գնաց, երբ որ նույն Կուրչատովը, նույն Շոլկին ասեցին, պարոն, մենք այդ նեյտրոնային, ջրածնային հեռու գնա։ Դու տենում ես ատոմային ռումբի ինչ արեց, երբ որ Կիրակոս Մետաքսյանն հրաժարվեց դրանից, կոտրեց իրան Խրուշովը, կոտրեցին երրակի հերոս էր, չէ՞, սոցիալիստական աշխատանքի։ Իսկ մեռնելուց հետո գնացին ուղղակի այդ ամեն ինչը մաքրեցին տունը Արտակ։ Կակեբեն մտավ պաստաթղթերով ամեն ինչով այսպես տունը սրբեցին, թողեցին 4 պատերը, ու այդ մարդու հիշատակը գնաց կորավ, հայտնվեց մեկ այդ 90-ականների վերջին, երբ որ սկսեցին խոսել Կիրիլ Շոլկինի մասին, հետո կամաց սկսեցին ասել, որ այս Կիրիլ Շոլկինը ժամանակին եղել է սովորական ինչ-որ մի Կիրակոս։ Հետո չեն հասկացել Մետաքսյանին ոնց է ռուսականացնեն, ասել են դե որ Մետաքսը Շոլկն է, բերեք տենց մի բան անեն, որ չնեղանա այս մարդը, էլի Շոլկին, հա, Մետաքսը բերեն հարմարացրել են այսպես։ Ոչ մեկին չէի խոսում, ասենք, մեր ժողովրդին եկավ 91 թվական, այս դրա մասին եմ խոսում։ Պարոնայք, առաջին կառավարություն, եթե դուք անկախ եք, եթե ձեզ չէին թելադրում, առավել եւս Կրեմլից, բան չի ժողովրդին չպատմեցի Քոչարյան Սամվելի մասին։ Ինչի չպատմեցիք Կյուպելյան Վահեի մասին, ինչի չպատմեցիք Հել Մարգարյանի մասին, ինչի չպատմեցիք Ջոն Նաչարյան բժիշկի մասին, որ առաջին փող պատվաստումներն էր անում աշխարհում, ինչի չպատմեցիք, չգիտեմ, Կազանջանի մասին, որ ասում են արևմտյան ռազմաճակատի կախարդը, հա, առաջին պլաստիկ վիրաբույժներ այդ մարդը։
Ամեն տեղ որտեղ նայում ես բժիշկներից, գիտնականներից, ինչի՞ չպատմեցիք մեր Աննայի մասին, որ ընդամենը 25, 26, 27 տարեկան աղջիկ էր, երբ որ հավաքում էր Պենտագոնի առաջին հրթիռակիրները։ Հրթիռակիրները արտակ։ Երբ որ այդ նույն ժամանակ այդ նույն հաշվարկները Մոսկվայի համար անում էր Ելիզավետա Խաթունին, Անտոնովի կինն էր։ Ինչի՞ չպատմեցիք։ Ձեր պատմությունը նորից մնաց տույնը, գիտես ինչ Վասակը լավ տղա չէր, Վարդանը լավ տղա էր, անընդհատ գալիս ես այս կեչին այդ տղա ջան, ուրիշ հերոս անում, չգիտեի։ Ախր դուք ուրիշ պատմություն չեք ունեցել, երբ որ ես երեխեքին բացատրում ես մանկապարտեզ, ես ասում ես երեխեք, որովհետեւ ես ձեզ կարողանամ պատմել մի պատմություն ձեր մասին, դուք պիտի նախ կարողանաք ճանաչել ձեզ։ Սրա համար գոյություն ունի կոմունիկացիա, սրա համար գոյություն ունի շփման ձև, սրա համար գոյություն ունի զիջել բառը, երբ որ դու զիջում ես դիմացինին, դու դրանով ցույց ես տալի քո ինտելեկտը։ Եթե երեխեքի մեջ շփումը կայացավ, շփումը գնում է դպրոց, դպրոցում գալիս է ինֆորմացիան, գրագիտությունը, տառաճանաչությունը, գնում են, չգիտեմ, համալսարան, գնում են ասպիրանտուրա, այնտեղ էս ամեն ինչը տալիս են, բայց տալիս են դաստիարակության հիմքի վրա, Արտակ ջան, ոչ թե Google-ի, գիտես, շատ կարդան կամ ինչ չգիտեն, ChatGPT-ին հարցրակ ասել։ Պարոն Մավելյան, եկեք այսօր այսքանով ժամանակապակվենք, մոտ 1 ժամա զրուցում ենք, շատ աննկատ անցավ։ Ակնկալենք առաջիկայում եւս մեկ հանդիպում, որտեղ բացառապես այս մարդկանց ու իրենց արված գործերի մասին կխոսենք։ Ես մտածում եմ պետքա մենք իսկապես շատ հանրայնացնենք ու շատ մարդկանց այդ լուսավոր գիտելիքը տանք, որտեղ ինֆորմացիան ճիշտ եք ասում, ChatGPT, ով ինչ ուզում ասում այսօր։ Միտեղ մի բան լնում է, դառնում են ջրեղեղագետ, երկրաշարժագետ, չգիտեմ ինչագետ։ Դուք գրքեր եք գրում եւ եթե կա նորություն այս մասով ասելու, խնդրեմ վերջում ասեք ու ամփոփեք։ Վերջին գիրքը դե այս Գարնանը լույս տեսել, հա, մենք որոշեցինք, ես մեր խմբագրի երկուսով որոշեցինք Ձոն հայ կնոջը հայուհուն։ Ու գտանք, ոչ թե գտանք շատ են, բայց մի գրքում չես կարող խոսել 25 հայուհիների, մեր վերջին գիրքը, հա, շոտ ճակատագրերի երգը, 25 հայուհիներ, որոնց անունները գրեթե չեն, ոչ շատերը կան չեն լսել ընդհանրապես։ Ես այդ գրքում խոսել եմ մարդկանց մասին, որոնք օրինակ մեր Բերսաբե Հովսեփյանը, հա։ Հիմա եթե ասենք Բերսաբե Հովսեփյան, չեմ կարծում թե գոնե ամեն 20-րդ կամ 30-րդ ինչ-որ մեկը, չգիտեմ, գոնե գիտի, գոնե լսել է անունը, հա։ Եկեք անունների ու անունների արվածների մասին հաջորդ հաղորդմանը։ Անպայման, բայց շատ խոսել է պետք սրա մասին, ոչ թե խանդավառությունը երկինք անելու համար, հա, ժողովուրդը դրան պաթոս են ասում, հա, ոչ թե խանդավառությունը երկինք անելու համար, այլ ցույց տալու ձեր ներուժը, ցույց տալու ձեր պոտենցիալը, որը եթե դնենք նժարին ու ցույց տանք ինչ եք ունեցել դուք եւ ինչ եք տվել ուրիշին այդ ամեն ինչից, ինչ ենք պահել մեզ պահած այսպես ուղակի չգիտեմ հազարապատիկ զիջում այն ամեն ինչին ինչ որ տվել եք։ Սրա մասին էր խոսքը։ Շնորհակալություն ձեզ, որ ժամանակ տրամադրեցիք, շնորհակալություն ձեր արված աշխատանքի եւ այն բոլոր թարմ դիտարկումների համար, որոնք մեզ նոր լույս են սփռում մեր պատմության էջերի վրա։ Գրող դրամատուրգ Էդվարդ Մավելյանն էր Life Armenia-ի տաղավարում այսօր, շնորհակալություն նաև ձեզ, որ համբերությամբ դիտեցիք այս հաղորդումը եւ իհարկե բաժանորդագրվեցիք մեր ալիքին։